Ողջույն սիրելի երևանցիներ, հարգելի հավաքանու անդամներ, ցանկանում եմ նախ եւ առաջ շնորհավորել բոլոր երևանցիներին եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ժողովրդի իրական հաղթանակի կապակցությամբ, որովհետեւ հաղթել է ժողովուրդը, հաղթել է Հայաստանի Հանրապետությունը եւ ցանկացած ընտրակեղծարարության, կեղծիքի ստի փորձ ուղղակի վիժեցվելու է եւ բնում խեղդվի եւ հետայսու բոլոր նման ընտրակեղծարարները ստանալու են իրենց համապատասխան պատիժները եւ ամենաառաջին հերթին հենց ժողովրդի կողմից ժողովրդի դատի շնորհիվ այժմ պատերազմի եռագլուխների մասին առանձին Նոյան տապան կար մի հատ բայց այդքան էլ տապան չէր կարծես թե ոնց որ թե Տիտանիկին ավելի նման մի նավ էր որ ուղղակի խորտակվեց եւ տապալվեց եւ ժողովուրդը այդ Շակերտավոր Նոյան տապանի վրա դրեց իր տապանակարը եւ կնքեց վերջում եւ հայտնվեց անդին, անդունների եզրին եւ տեսանք։ Հիմա խոսում են ինչ-որ ընտրակեղծարարությունների մասին, ձայների մասին, իրենց գողացված այդ իրենց ուժի, իրենց քաղաքական առաջնորդի մամուլի խոսնակը չէր Իվետա Տոնոյան անունով կոկորտը պատռում էր, գոռում էր այդ երկու ընտրատեղամասերի արդյունքները պետք է չեղարկվեն 8-ից հետո զինվորներ են եկել ընտրության, բայց չիմանալով հանդերձ, որ եթե ընտրատեղամասում կան ընտրողներ, պետք է մնան եւ անգամ 8-ից հետո կատարեն իրենց ընտրությունը եւ կամ արտահայտեն իրենց իրավունքից օգտվեն։ Հաջորդ ուժը Հայաստան դաշինքը ուղղակիորեն մսխեց իր քաղաքական ամբողջ կապիտալը, որ դիզել էր նախորդ ընտրություններին 21%-ից նվազեցնելով իր ձայները հասցնելով 99%-ի եւ հազիվ հաղթահարելով անցողիկ շեմը։ Սա խոսում է նրա մասին, թե ինչ են արել Հայաստանի քաղաքական կյանքում, ինչ օրակարգեր են թելադրել Հայաստանի Հանրապետությունում, որպես ընդդիմադիր ուժ, որ կրկնակից ավել անկում են ունեցել իրենց էլեկտորատի։ Այն էլ գիտենք այդ 9%-ը ինչ կերպով են հավաքել, ինչ եղանակով եւ ինչ մեխանիզմներով, ձայնագրությունները վստահաբար լսել եք հրապարակված համապատասխան մարմինների կողմից եւ կանեք ձեր հետևությունները, թողնում եմ դա ժողովրդի դատին։ Շակերտավոր ուժեղները պարզվեց, որ իրականում այդքան էլ ուժեղ չեն եւ թույլիկներ են եւ մի կին թեկնածու ունեին Մտքի Գոհար Մելոյանը, ով էլի տենց շատ հուշկու կերպով պնդում էր, որ իրենք այնքան սեր ու հարգանք են վայելում այս ժողովրդի մոտ, որ կաշառք տալու, փող բաժանելու ընդհանրապես ոչ կարիքն ունեն, ոչ էլ ցանկություն ունեն, աբսուրդ ուղղակի։ Նույն թույլիկները, ուժեղ թույլիկները նախընտրական շրջանի ամբողջ ընթացքում հայտարարում էին, որ հաջորդ վարչապետը իրենց հաղորդման գլխավոր հովանավոր գալուգացի օլիգարխն է։ Իլյուզիա, խաբկանքների մեջ են այս մարդիկ ուղղակի, ինձ թվում է այդ մարդիկ այլ մոլորակի վրա են ապրում եւ այլ իրականությունների մեջ են եւ տեսանք ժողովուրդը կրկին ոնց իրենց ապագա վարչապետին, իրենց հաղորդման գլխավոր հովանավոր գալուգացի օլիգարխին ճանապարհեց իր համապատասխան վայրը։ Արդեն իրենց առանձնատնից կառավարության նիստեր էին բեմադրում, ինչ-որ բեմականացումներ էին անում, շատ իդեալական ժանրի մեջ էին։ Ընտրակեղծարարության աշխարհի չեմպիոնները եկել են մեզ մեղադրում են մի բանի մեջ, ինչը մենք տարիներով մերժել ենք, ինչը մենք արատավորել ենք մշտապես եւ ինչը միշտ պատժել ենք եւ ինչի դեմ միշտ պայքարել ենք եւ պատժելու ենք եւ շարունակելու ենք պատժել։ Եւ ինչպես նշում է մեր քաղաքական առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բոլոր ընտրակեղծարարները դա կլինեն կաշառք բաժանող թե կաշառք վերցնողները, մինչև մյուս ընտրություններ լինելու են փակի տակ։ Ես դա վստահեցնում եմ ձեզ, որովհետև դա ժողովրդի պատվիրանն է մեզ, դա ժողովուրդն է մեզ պատվիրակել եւ մենք այդ հանձնառությունը պետք է իրագործենք եւ կատարենք։ Բա ուր էին փախնում, ավարտում եմ, պարոն Փամբուխչյան, ուր էին փախնում այդ ընդդիմադիր ուժերի առաջնորդները, որ ընտրությունների հաջորդ օրը կամ մի քանի օր հետո բոլոր այդ ընդդիմադիր եռագլուխների առաջնորդները, գլուխները հենց փորձում են սահմանը հատել։ Բա եկեք տեր եղեք ձեր ընտրողներին, ընտրողների ձայներին, եկեք բա տեր եղեք ձեր իրավունքներին։ Գիտեք ինչու
Ինչու եք թողնում դուք ձեր ընտրողներին մենակ, որովհետև դուք գիտեք, որ այդ ընտրողները անազնիվ կերպով են ձեզ ընտրել, որովհետև ոչ մի ընտրող ձեր ոչ մի կոչին չի արձագանքելու եւ չի գալու տեր լինի ձեր կողքին կանգնի եւ փորձի պայքարել հանուն արդարության, որովհետև դրանք անազնիվ ձայներ են։ Իրանք իրենց գումարը վերցրել են, պարտքը կատարել են եւ հետայսու որևիցե պարտավորվածություն չեն ունենալու ձեր նկատմամբ եւ չեն գալու ձեր կողքը, չեն կանգնելու։ Ժողովուրդը հոգնել է ձեզանից։ Մաքրվեք եւ չքվեք Հայաստանի քաղաքական կյանքից։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։